Բարև Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր մարտի 3-ն է, երկուշաբթի։ Այսօր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են կազմակերպել իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ։ Նրանք բաց նամակ են հանձնել կոմիտեի նախագահ Միրյանը Սպոլյարիչ Էգերին։ Ակցիան ուղղված է Ադրբեջանի բանտում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ գերիների իրավունքների պաշտպանությանը։ Աննախադեպ մի գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանում, որտեղ նկարները տեսնում եմ, խոնարհվում եմ նրանց խիզախության, նրանց հոգու ամրության վրա, բայց խնդիրը հետևյալն է, դատվում են ոչ միայն այդ կոնկրետ մարդիկ, դատվում է միջազգային իրավունքը, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանը ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես, միջազգային մարդու իրավունքներին և միջազգային մարդասիրական իրավունքներին։ Միջազգային Կարմիր խաչի հզորությունը ինձ ծանոթ է։ Այստեղ մենք եկել ենք, իմ անձնական ակնկալիքս այն է, որ Երևանի այս ներկայացությունը կանի ամեն ինչ, որ միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ղեկավարությունը Ժնևում ուղղակի օր առաջ, ժամ առաջ կարողանա փրկել այսօր մահապարտի կարգավիճակով տանջանքի զոհերի ազատությունը։ Ես պահանջում եմ ազատություն մեր բոլոր պատանդներին ու զինգերիներին։ Մի կողմից պետք է պայքարենք Ռուբեն Վարդանյանի հացադուլի պատճառների վերացման ուղղությամբ, որոնք բնականաբար շատ մեծ ռեսուրս, երկար ժամանակ են պահանջում։ Մյուս կողմից պետք է պայքարենք Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման ուղղությամբ, որը կախված է առաջին հերթին իր կամքից։ Իհարկե մենք հասկանում ենք, որ նա կամովի է գնացել այդ քայլին, բայց մյուս կողմից մենք մեր տարբեր ուղերձներով պետք է փորձենք հասնենք նրան համոզելու, որ իրականում Ռուբեն Վարդանյանը եւ բոլոր գերիները իրենց հերթին մեզ պետք են ողջ, ոչ թե մահացած, իսկ Ադրբեջանի իշխանությունները կերազեն, որ եւ Ռուբեն Վարդանյանը եւ մնացածը բանտում իրենց կամքով մահանան։ Այս տեսանկյունից բավականին բարդ վիճակում են գտնվում, բայց մյուս կողմից իր հացադուլը ինչու է արվել։ Ենթադրում ենք, որ արվել է, որպեսզի ուշադրություն գրավի բոլորիս, եւ միջազգային հանրության, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի, եւ հատկապես ՀՀ իշխանությունների։ Նաեւ սա մեզ համար, այսպես ասեմ, առիթ է, որպեսզի մենք ավելի արագ շարժվենք, ավելի սրտացավ լինենք եւ ավելի բարձր գոռանք այն պահանջների մասին, որոնք մենք այստեղ ներկայացնում ենք։ Մեր բժիշկը տեսակցել է հացադուլում գտնվող անձին, ի թիվս մեր պատվիրակների, որոնք տեսակցել են փետրվար ամսին բոլոր անազատության մեջ գտնվող անձին։ Փետրվարին եւ ինչպես ես ասացի, փետրվարը նոր է անցել եւ դրա այդ փետրվար այդ օրերին է եղել, երբ որ անձը հացադուլի մեջ էր։ Հացադուլ հայտարարած անձանց անազատության մեջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ունի տեսակցել իր կողմից բժիշկի հետ միասին եւ բժիշկը նույնպես հանդիսանում է պատվիրակ, ինչ նշանակում է, որ չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմը։ Այսինքն չեզոքությունը ապահովելով մեր պատվիրակների հետ միասին բժիշկը նույնպես այլ ազգի գոլեգա է։ Եվ տվյալ տեսակցության շրջանակներում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավորություն է ստացել ապահովել այդ չեզոք զննումը անձի, որը գտնվում է հացադուլի մեջ։ Ցանկացած նկատառումներ, որոնք արվում են մեր տեսակցությունների ընթացքում, կատարվում են անմիջապես մեր այսպես ասած տեսածի հիման վրա։ Մենք ունենում ենք առանձնազրույցներ անձի հետ, մենք ունենում ենք հնարավորություն տեսակցելու ոչ միայն իրեն որպես եւ մնացածներին, այլ պատտվել ազատազրկման վայրով ամբողջությամբ, որովհետեւ երբ մենք խոսում ենք գնահատելու մասին մարդկանց սպահման պայմանների, խոսքը չի գնում միայն այդ անձի հետ զրույցի մասին, նույնիսկ իր առողջական վիճակի գնահատման մասին, խոսքը գնում է նաեւ զննելու ամբողջ տարածքը, որտեղ գտնվում են այդ անձին։ Օրինակի համար, ինչպիսին է այս անձանց հասանելիությունը տեղի բժշկական ծառայություններին։
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատական նիստը։ Հիշեցնենք, փետրվարի 28-ի դատական նիստի ժամանակ առաջին անգամ ցուցմունքներ էին տվել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանից լրացուցիչ ժամանակ էր խնդրել ցուցմունքը ներկայացնելու համար։ Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը եւ նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ 3 մարտի 2-ին լրացավ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 33-րդ տարեդարձը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հանրապետության դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին։ 1992 թվականի մարտի 2-ին, երբ նոր անկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում, խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքը՝ ապրել եւ արարել սեփական պետության մեջ։ Այդ օրվանից ի վեր 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում եւ զարգացումների ու առաջնորդությունների պայմաններում դիվանագիտական ծառայությունը դարձել է մեր ինքնիշխան պետականության կայացման ու ամրապնդման, գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաեւ գլոբալ օրակարգի խնդիրներին համագործակցաբար դիմակայելու ջանքերի անբաժան մասը, իսկ հաճախ առավոտյան։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մի յուրօրինակ խաչմերուկում, ժամանակային ու տարածական, գաղափարական ու արժեքային իմաստներով։ Այսօր, երբ աշխարհը եւ առանձին տարածաշրջաններ բախվում են բարդ եւ հաճախ անկանխատեսելի փորձությունների, անորոշությունների, երբ շարունակվում են ուժի միջոցով գերակայության ապահովման նկրտումները, դիվանագիտական ճակատում կանգնած մարտիկի աշխատանքն առավել քան կենսական է։ Օրվա հրամայականն է մեր պետության շուրջ խաղաղ, անվտանգ եւ կայուն միջավայրի ձևավորումը։ Այդ միջավայրում տնտեսական զարգացման հնարավորությունների ապահովումը, միջազգային համագործակցության դրական օրակարգի արդյունավետ առաջմաղումը, առաքելության խորը գիտակցում, ամնացորդ նվիրվածություն, անսպառ եռանդ, անսասան կամք եւ ճկունություն, պրոֆեսիոնալիզմ։ Այս գործոնների արդյունավետ համադրման պարագայում է միայն հնարավոր հաջողությամբ անցնել այս ճանապարհը։ Այս խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եւ երախտիկս եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագետներին անձնվեր ծառայության համար։ Վստահ եմ, միասին անպայման հաջողելու ենք։ Գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել է Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությունը։ Երկու շաբաթ է անցել առաջին ընթերցումից հետո եւ ես կուզենայի իմանալ, եթե դուք ունեք նմանատիպ տեղեկություններ, այս նախաձեռնությունը ինչ արձագանք է ստացել եվրոպական պաշտոնական կառույցների կողմից եւ արդյոք կա որևէ ֆորմալ արտահայտված ցանկություն Հայաստանի հետ այս օրենքի ընդունելուց հետո սկսել անդամակցության վերաբերյալ որևէ գործընթաց։ Ոչ միայն այս երկու շաբաթվա ընթացքում, այլ հանձնաժողովի առաջին նիստից մինչև ազգային ժողովի լսումներ ընկած ժամանակահատվածում, այդ կարճ ժամանակահատվածում մենք արդեն ունենք արձագանքներ Եվրոպայից։ Եվ ոչ միայն քաղաքական մակարդակով արձագանքներ, այլ նաև այնպիսի ծրագրեր, որոնք ներկայացված եղել են դրամաշնորհի համար Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից, որոնք ժամանակին մերժված եղել են։ Իրենցից նախաձեռնությամբ առաջարկություն է եղել նորից ներկայացնել այդ ծրագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված։ Հարցը շատ հստակ ձևակերպեցի։ Արդյոք եվրոպական պաշտոնական կառույցներից, մասնավորապես եվրոպական հանձնաժողովի կողմից եղել է արձագանք այս նախաձեռնության վերաբերյալ եւ հայտնել որևէ մեկը պատրաստակամություն օրենքը ընդունելուց հետո սկսել անդամակցության վերաբերյալ բանակցություններ։ Պարոն Գևորգյան, ձեր հարցը արդյոք նախագծի վերաբերյալ եղել է հայտարարություն։ Եվրամիությունից պաշտոնական կամ Եվրամիության կառույցներից պաշտոնական հայտարարություն պետք է ակնկալել պաշտոնապես ընդունված օրենքի
վերաբերյալ արդեն ոչ թե նախագծի, այսինքն մենք պետք է սպասենք օրենքը ամբողջությամբ երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունվի եւ կտեսնենք հայտարարություններ կլինեն, թե ոչ։ Այս փուլում ինձ թվում է մի քիչ անտրամաբանական է պաշտոնական հայտարարություն սպասել նախագծի վերաբերյալ։ Իսկ նախաձեռնության վերաբերյալ այո, եղել են շատ հայտարարություններ, ոչ միգուցե պաշտոնական հավաքական, բայց առանձին կառույցների կողմից, նաեւ մեր վերջին Հայաստան Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստի ժամանակ հնչեցին կարծիքներ, դրական կարծիքներ նախաձեռնության վերաբերյալ։ Կարող եմ ես ընկալել կամ ոմանք կարող են ընկալել այնպես, որ այս օրենքի ընդունումից հետո ըստ էության Հայաստանը փոխում է իր աշխարհաքաղաքական դիրքավորումը։ Այսինքն օրինակ հրաժարվում է նախորդ բոլոր իր աշխարհաքաղաքական գործընկերների հետ խորացված հարաբերություններից եւ արդեն ընտրում է եվրոպական ուղղությունը եւ որպես հիմնական գործընկեր դիտելու է Եվրոպական միությունը։ Նման իրողություն կստեղծվեր, եթե մենք ներկայացնեինք անդամակցության հայտ։ Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ։ Այս օրենքը համապատասխանում է մեր Եվրամիության հետ առավել մերձեցման ուղղության այդ առումով աշխարհական փոփոխությունների կոնտեքստ մենք չենք տեսնում։ Նման լուրջ փոփոխություն կլներ այլ պրոցեդուրալ գործընթացներ սկսելու դեպքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը նշել է, որ գործադիրը ունի մի քանի առաջարկ իրավական տեխնիկայի վերաբերյալ։ Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է։ Վաշինգտոնում Թրամփի հետ սկանդալային հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին Լոնդոն է մեկնել։ Եվրոպական մի շարք երկրների առաջնորդների եւ Թուրքիայի արտգործնախարարի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական պատերազմին առնչվող հարցեր։ Մանրամասները առաջնորդների հանդիպման մասին ներկայացնենք տեսաշարով։ Լոնդոնում Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ տեղի ունեցել եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովը, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է Ուկրաինայում մարտերը դադարեցնելու 4 փուլային ծրագրի մասին, որի վրա կաշխատեն Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլ երկրներ։ Ծրագիրը նախատեսում է շարունակել ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային եւ մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Ցանկացած տևական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի, եվրոպացի առաջնորդները կձգտեն խախտել Ռուսաստանի ցանկացած ներխուժում Ուկրաինա։ Ուկրաինային պաշտպանելու եւ երկրում խաղաղություն ապահովելու համար կստեղծվի կամավորների կոալիցիա, ասվում է փաստաթղթում։ Սթարմերը նշել է, որ այնուհետև ծրագիրը կքննարկվի ԱՄՆ-ի հետ եւ միասնապար կիրականացվի։ Լոնդոնը Ուկրաինային թույլ կտա նաեւ օգտագործել 1.6 միլիարդ ֆունտի չափով տրամադրված բրիտանական ֆինանսավորումը գնելու ավելի քան 5000 հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Լոնդոնում Կանադայի եւ եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ Նորֆոլքի Սանդրինգհեմ թագավորական կալվածքում։ Ուկրաինայի նախագահը ժամանել է ուղղաթիռով Լոնդոնի գագաթնաժողովից անմիջապես հետո։ Թե կոնկրետ ինչ են քննարկել Մեծ Բրիտանիայի թագավորն ու Ուկրաինայի նախագահը դեռևս հայտնի չէ։ Նախքան հանդիպումը լրագրողների հետ հանդիպմանն Ուկրաինայի նախագահը ասել է, ցանկանում է, որ ուկրաինական դիրքորոշումը լսելի լինի։ Նա հավելել է, որ Կիևը դեռ պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել, չնայած ուրբաթ օրը Օվալաձև սենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած թեժ քննարկմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, ով նույնպես մասնակցել է Լոնդոնի գագաթնաժողովին, կրկնել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկը։ Գագաթնաժողովի նախօրեին Ֆիդանը զրուցել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարին Անկարայում ընդունել է Վլադիմիր Զելենսկիին։ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակն ունի եւ արդեն առաջարկներ են եղել, որ այն կարող է աջակցություն ցուցաբերել խաղաղապահ գործընթացին, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ այս հարցում, հայտնում է BBC-ն։ Անկարան սակայն դեռ չի հայտնել իր պաշտոնական դիրքորոշումն այս հարցում, նշելով, որ որոշում կկայացնի կախված գործընթացի զարգացումից։ Մարտի 2-ի գիշերը Իսրայելը որոշել է 6 շաբաթով երկարաձգել Գազայի հատվածում պաղեստինյան Համաս խմբավորման հետ ժամանակավոր զինադադարը։ Սակայն միևնույն ժամանակ Իսրայելի իշխանություններն արգելափակել են Գազայի հատված մարդասիրական բոլոր օգնության հասանելիությունը, պահանջելով Համասից համաձայնել հրադադարը երկարաձգելու ամերիկյան ծրագրին։
Համասի ներկայացուցիչը գազամատակարարումների շրջափակումն անվանել է էժան շանտաժ եւ կոչ է արել միջնորդներին միջամտել։ Պաղեստինյան խմբակցությունը պնդում է, որ համաձայնագրի երկրորդ փուլը ընթանալու է նախնական պայմանավորվածությունների համաձայն, այն է պատանտների եւ պաղեստինցի գերիների ազատ արձակմամբ եւ իսրայելական զորքերի դուրսբերմամբ Գազայից։ Լոս Անջելեսում կայացած Օսկարի 97-րդ մրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի անորակ կատակերգական դրաման, իսկ Շոն Բեյքերը համարվել է լավագույն ռեժիսոր։ Լավագույն գլխավոր դերասանուհի անվանակարգում հաղթել է Մայքի Մեդիսոնը, մերկապարուհի Անորա Միխեևայի դերի համար։ Անորան Օսկար է ստացել նաև լավագույն սցենար եւ լավագույն մոնտաժ անվանակարգերում։ Ֆիլմը գլխավոր մրցանակի էր արժանացել նաև 2024-ին Կաննի միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը եւ Վաչե Թովմասյանը։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մինչև մարտի 5-ը ընդունում է կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններում առաջադրումների փաստաթղթերը։ Առայժմ առաջադրման փաստաթղթեր ներկայացրել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։ Ըստ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի, կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է ավականու թեկնածուների 33 հոգանոց ցուցակ։ Այն գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Համաձայն ընտրական օրենսգրքի կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ներկայացրած ցուցակներում նվազագույնը պետք է լինի ավականու 11 եւ առավելագույնը 99 թեկնածու։ Շրջանառության հարկի դրույքաչափի փոփոխություններից բողոքող փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներն այսօր նորից հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Շրջանառության հարկի բարձրացման դեմ ակցիային այստեղ միացել են գյումրեցի առևտրականները։ Հագուստի շուկայի եւ տոնավաճառի աշխատակիցները առավոտյան բողոքով եկել էին Շիրակի մարզպետարան։ Այսօր առավոտյան Գյումրիի կենտրոնական շուկային հարակից հագուստի տոնավաճառի ավելի քան 60 տաղավարներ փակ էին։ Մանր ու միջին բիզնես ունեցողները որոշել էին առևտուրը 1 օրով դադարեցնել։ Մեկօրյա պարապուրդով բողոքն ուղղված էր հարկային օրենքի փոփոխությունների, ավելի կոնկրետ շրջանառության հարկի կրկնապատկման դեմ։ Տարեսկզբից ուժի մեջ է 5-ի փոխարեն 10% շրջանառության հարկը։ Շատ մեծ խնդիրների առաջ ենք կանգնում 5%-ը 10% դառնալով կրկնակի թանկանում է, մենք ասես հին ապրանքներ ունենք, որոնք օրդոնք իրացման ենթակա չեն կրնայրացնել, բայց դուր համար պետք է հարկ տանք։ Առևտուրը չկա, նորմալ առևտուր չկա, հարկերի բարձրացումն էլ բնականաբար ազդում է մեր գործունեության վրա։ Առանց այդ եկամուտ չկա, ընդհանրապես այո, քիչ է եկամուտը, հիմա հարկերի բարձրացումը չեն կարողանա նորմալ առևտուրը կազմակերպել։ Ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած առևտրականների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար 1.5%-ից իջնում է 1%։ Բացի դրանից դրվում է ապրանքը գույքագրելու պահանջ։ Այս մասին Շիրակի մարզպետարան եկած առևտրականները իմացան, երբ պարզաբանումներ ստանալու համար մարզպետը զանգահարեց էկոնոմիկայի նախարարություն։ Առևտրականներն էլ նշեցին, որ վաճառվող ապրանքի մեծ մասը ձեռք են բերում առանց փաստաթղթավորման։ Բոլորն գիտեն, որ գնված ապրանքի դիմաց մեզ ոչ ոք փաստաթուղթ չի տալիս, դրա համար չեն կարող մենք էլ նորմալ ներկայացնել։ Փաստաթղթավորումը հաշվապահական հարցեր է, մենք մարդիկ կան, որ հաշվապահանջ չունեն, չեն կարող այդ ամեն ինչը կատարել։ Իրանց ավելի հարմար է 5% հարգ տալ, քան թե այս պարագայում այդքան փաստաթղթի գլխացավի տակ մտնել ու 1% հարգ տալ։ Առանց փաստաթղթի ձեռք բերած ապրանքը հայտարարագրելն անհնարին բան են համարում առևտրականները։ Տարիներ առաջ գնված ու չիրացված ապրանք ունեն վաճառքում, թեև չփչացող ապրանք են, հագուստ ու կոշիկ հիմնականում, բայց ասում են, թե մեծ մասի մոդան անցել է, ժամանակին թանկով ձեռք են բերել, հիմա էժանով էլ չեն կարողանում ծախել։ Խնդրի պատասխանատուն մարզպետը հայտարարեց, որ ինքը չէ, բայց փորձեց բացատրություններ տալ։ Ապրանքա 7 տարի առաջվա ապրանքի որոշ 100,000 դրամ տան, ճարվարով ծախել, բայց դի կարել եմ 4,000 դրամ։ Կովիդ օրինակ է, 10,000-ով է տա։ Յետադերին կդիք հայտարարագրին, գերիք կորապցել 1000 դրամ, արել եմ 1000 է ծախել։ Բայց հեմի որնոր կարվիմ էլի 4,000 դրամ, մի կան կարետո չէ, նորից իչնի կինը։ Այսինքն չի ծախվի ապրանքը, դուսպես խնդրելով, սես առախվել 1000 դրամ, դուր ժողորդի չի տա, որովհետև
Ժորժ ջան 5% էլ չի կռնամանա։ Եկեք դիք մի հատ վերջնական մտքերիցս հանենք, որովհետև օրենքը հետողորմյա չի կռնայանի։ Այդ 5%-ը մնացել է այս 6 ամսվա համար մեխանիզմները ցեզի հետո կբանկեն ենք, կսեմ ինչ ձևով է, բայց մնացել է այդ 5%-ը։ Ժորժ ջան, ախր Կսեք, ժողովուրդը համաձայն չէ, ժողովուրդը 5-ին է համաձայն կռնա չընիր, 1-ը ուզեր, 20-ին համաձայն չընիր, 10-ը չուզեր։ 6 ամսվա համար ասածը վերաբերում է անցած շաբաթ կառավարության նիստում շրջանառության հարկի բարձրացման հարցում ժամանակավոր հետքայլին, որով ցածր հարկային բեռով տնտեսվարողները կկարողանան առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները իրացնել, բայց սա էլ վաճառականները հարցի լիարժեք կարգավորում չեն համարում, այլ պահանջում են օրենքի վերանայում։ Մենք 15 տարվա, 20 տարվա ապրանք ունենք զալեշ, հնարավոր չէ, բոլորը հայտարարել։ Այն ժամանակ գոնե էլի ծերին կհանենք, հիմի մարդկանց կրբանը գումար չկա, արևտուրի շատ դժվարությամբ է կատարվում, եղածն էլ հարճի տանք, մեր ձեռը բան չի մնա։ Ես էլ եմ ձեզի պես գործարար եղել, ես էլ եմ պետության հետ հարգ ու տուրքերի մասով տալ առնելիք ունեցել, սպես եմ։ Ես էլ եմ աշխատել, ես էլ եմ հարգերը վճարել ու բարբերաբար հարգային տերույթները փոխվել է, բայց այդտեղ ամենամեծ խնդիրը ընդեղ է, ես կհասկանամ ձեզ, որ 5-ը 10 է տառը։ Բայց Ժորժ ջան, տեսեք, հիմի մեր ընկերը չգիտեր, որ հնարավոր է ծախսագրում ենել։ Որ ինքը կսե 10 ու հնարավոր է ծախսագրել մինչև 1-ի, հենց այդ ծախսագրման մասին է խոսքը։ Շրջանառության հարկի փոփոխությանը դեմ տնտեսվարողները մի քանի պատճառներ են բերում։ Առանց փաստաթղթավորման ապրանքների ձեռքբերումը լրացուցիչ ծախսային բեռ է նրանց համար։ Եկամուտ չեն ստանում, շուկայում առևտուրը խիստ նվազել է։ Բոլորի գործին հարվածել են օնլայն առևտրի տարբեր հարթակները։ Մարզպետը պատրաստակամություն հայտնեց բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների հանդիպում առաջիկայում կազմակերպել ՊԵԿ ներկայացուցիչների հետ։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Որ մասնագիտություններն են այսօր պահանջված եւ որտեղ կա մասնագետների պակաս։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քայլեր է ձեռնարկում ուսանողների միջին մասնագիտական կրթությունը գործնականում կիրառելի դարձնելու համար, միաժամանակ խթանելով որոշ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճը։ Այս թեմայի վերաբերյալ նախարարության ներկայացուցիչը նոր մանրամասներ է ներկայացրել։ Մասնագիտական կրթությունը եւ ուսուցումը դա հմտություններին եւ կարողություններին միտված կրթություն է եւ առանց մասնավոր հատվածի, առանց գործնական կարողությունների եւ հմտությունների մենք չենք կարող ապահովել որակ։ Կան առանցին ոլորտային ուսումնասիրություններ եւ կա մեր նախարարության կողմից արված որոշակի ուսումնասիրությունը, որը վերաբերվում է մեր շրջանավարտների զբաղվածությանը, նաև ընդունելության արդյունքներով պայմանավորված։ Մենք ունենք բավականին մեծ տենդենց, փոփոխվող տենդենց գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններով ընդունելության առումով, բավականին մեծ պահանջարկ կա ՏՏ ոլորտի մասնագետների մասով, մեծ է պահանջարկը նաև առողջապահության ոլորտի մասնագիտություններով, խոհարարության մասնագիտությամբ, սպասարկման ոլորտի մասնագիտություններով պահանջարկը մեծ է, աշխատաշուկայի կողմից պահանջարկը շատ տարբեր ոլորտներում կան, բավականին մեծ պահանջարկ է շինարարության ոլորտի, այս տարի մենք ընդունելություն ունեցանք արհեստագործական մասնագիտությամբ շինարարության ոլորտի եւ բավականին մեծ թվով ընդունելություն եղավ, դրան իհարկե խթանեց կառավարության մի շարք միջոցառումներ, որոնք որ նախատեսել էինք նախորդ տարի եւ այս տարի նույնպես նախատեսելու ենք, դա գերակա եւ առաջնահերթ կարեւոր համարվող մասնագիտություններն են։ Յուրաքանչյուր տարի կառավարությունը սահմանում է, կառավարության որոշմամբ սահմանվում է դրանց ցանկը եւ այդ մասնագիտություններով ընդունված ուսանողները ունենում են բարձր կրթաթոշակ։ Առաջին կուրսում 50,000 դրամ, երկրորդ կուրսից սկսած արդեն պայմանավորված առաջադիմությամբ։ Նույն կառավարության որոշմամբ սահմանվել է սոցիալական տարբեր խմբերի համար առանցին կրթաթոշակ 25,000 դրամ։ Եվ այս կառավարության որոշման եւ այս մոտեցման գերակա եւ առաջնահերթ մասնագիտություններով այս մոտեցումը էականորեն ազդեցություն է ունեցել այդ մասնագիտություններով ընդունելության վրա, որովհետեւ մենք խնդիր ունեինք նաեւ գրավիչ դարձնելու մի շարք մասնագիտություններ, որոնցով տարիներ շարունակ չենք ունեցել ընդունելություն։ Օրինակ ասեք։ Օրինակ անասնաբուժությունը, օրինակ
Ես շեշտեցի շինարարության մասով մասնագիտությունը, գյուղատնտեսության մի շարք մասնագիտություններ, արդյունաբերության վերաբերող մասնագիտություններ եւ նախորդ տարվա համեմատ արհեստագործական մասնագիտություններով աճ է գրանցվել 123%, քրթաթոշակ ստացողների, իսկ միջին մասնագիտական կրթության ոլորտում 69%։ Օրենքով սահմանվել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման 3 տեսակ։ Մեկը դա պրակտիկան է, մեր ժողովրդական լեզվով ասած, որը որ ավելի խորացված եւ ավելի ճիշտ ձևաչափով պիտի ներդրվի ուսումնական հաստատություններում։ Մյուսը հենց դուալ ուսուցումն է, որը որ իրականացվելու է աշխատավայրում եւ ուսանողը լինելու է նաեւ տվյալ գործատուի համար ոչ միայն ուսանող, այլ նաեւ աշխատող, այսինքն ունենալու է աշխատանքային իրավահարաբերություններ եւ համապատասխան վարձատրություն է ունենալու այդ աշխատանքի համար եւ մյուսը նախատեսված է իրականության մեջ ավելի շատ տարածված երևույթներով եւ մենք ունենում ենք իրավիճակ, դա դեռ ներդրված չէ եւ մենք պիտի աշխատենք դրանց կարգերի վրա, մենք ունենում ենք իրավիճակ, որ ոլորտում աշխատում է որևէ մեկը որպես մասնագետ, բայց չունի դրա համար որակավորում։ Բազային գիտելիքներ եւ կարողություններ դրա վերաբերյալ չունի, բայց շատ լավ որպես մասնագետ աշխատում է տվյալ ոլորտում եւ մենք ուզում ենք նրանց բերել դաշտ, նաեւ կրթության դաշտ, որպեսզի նրանք ստանան նաեւ դրա մասին հավաստող փաստաթուղթ որակավորում։ Այժմ լրահոսը սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։